Ողջույն սիրելի հայրենակիցներ, մենք բոլորս իմացել ենք, որ Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենը հեռացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցուցումով հրահանգով։ Նախկինում խոսակցությունը գնում էր հետևյալի մասին, որ նա Ջեյ Դի Վենսին, ԱՄՆ Միացյալ Նահանգների փոխնախագահային ներկայացել էր մի քանի խաչքարեր Սումգայիթում, Բաքվում հայկական հայերին ջարդելու թեմաներով խաչքարերը եւ ենթադրություն կար, որ դա է պատճառը, որ նրան ասել են դիմում գրի հեռացի, բայց այսօր վարչապետը բրիֆինգի ժամանակ հաստատել է, որ նա է ցույցում տվել, որ հեռացնեն եւ պատճառն այն է, որ նա Ջեյ Դի Վենսին Արցախի հիմնախնդրի վերաբերյալ գիրք է նվիրել։ Հիմա նայեք Սումով այն բանի համար, որ ԱՄՆ փոխնախագահային Արցախի վերաբերյալ գիրք է նվիրել, ճիշտ հասկացան ձեր պնդումը, ձեր մեկնաբանությունը։ Ցուցումով, այո, ես խնդրել եմ, որ նա հրաժարականի դիմում գրի։ Իմ ցուցումը եղել է Արցախի մասին իր խոսելը, նաև գիրք նվիրելը, հա դուք համարել եք դա կառավարության քաղաքականությանը հակառակ ինչ-որ գործ։ Այո, ես դա համարել եմ կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակառակ գործողություն, ես դա համարել եմ սադրիչ գործողություն եւ խնդրել եմ, որ դիմում գրի։ Պարոն վարչապետ, այդ դեպքում հնարավոր է դուք հոգեվորականների հետ կապված ես։ Այստեղ գնում արդեն եկեղեցու մասին սադնենք մի կողմ, ասում է ես համարել եմ սադրիչ գործողություն, գիրք նվիրելը, ես մի հատ այդպես նյարդային ասում այդ մասը, սադրիչ գործողություն եմ համարել ու ասում է ես ցույցում եմ տվել, որ դիմում գրի։ Այսինքն սիրելի հայրենակիցներ, գիրքը ինչ է։ Գիրքը նյութ է, եթե պատմական գիրք է, նյութ է այն մասին, որ մենք ինչ որ հարցերում ունենք մեր ճշմարտությունը, հայկական ճշմարտությունը։ Քանի որ Հայաստանի Հանրապետությունն այլևս ըստ էության կառավարվում է Ադրբեջանից եւ Անկարայից, այսինքն թուրքերն են Հայաստանը կառավարում դրսից ասում են ինչ անեն Հայաստանում եւ տենց էլ արվում է։ Այս իմաստով սիրելի հայրենակիցներ մեզանում ներդրվում է ադրբեջանա-թուրքական պատմական նարատիվներ, այսինքն որ մենք սխալ ենք, Արցախը թող ա եղել մեր վզին, մենք եկվոր ազգ ենք, քոչվոր ժողովուրդ ենք եկել ենք ստեղ, այս երկիրն արհեստական է, կա արևմտյան Ադրբեջան, որ այս երկիրն է, ադրբեջանցիները պետք է գան ստեղ ապրեն ու հլու ունազատ մենք ստեղ ապրելու ենք։ Սահմանադրության հռչակագրից պետք է հանվի, Սահմանադրության նախաբանից պետք է հանվի հռչակագրի վերաբերյալ դրույթ, բայց չկա նման դրույթ ըստ էության բանա նախաբանի մասին է խոսքը, այսօր դա էլ ասե վարչապետը։ Եվ ես վստահեցնում եմ, այս երկիրը, այս մարդիկ տանում են իր ավարտական փուլին։ Հիմա մտնում ենք մի հատ շրջան, որ գնում ենք դեպի ավարտական փուլ։ Եվ ոչ միայն սա արտաքին քաղաքականության մասին է, որ երկրում չի կարա լինի մի քանի արտաքին քաղաքականություն, մացես բաներ է խոսում։ Խի բանը Ցեղասպանության թանգարանի տնօրենը արտաքին քաղաքականություն վարող է, գիտնական է, գոյություն ունի գիտական ազատության վերաբերյալ հիմնարար փաստաթղթեր եւ հիմնարար իրավունք, որ այն պետք է պաշտպանված լինի։ Այսինքն գիրք նվիրելը, գիրքը հանցագործություն է Հայաստանում, հայերի մասին, հայոց պատմության մասին գիրքը հանցանք է, հայերի մասին, որ հայերը ճիշտ են որևէ հարցում հանցանք է, հանցագործություն է։ Հիմա պետք է գիտնականները, գիտությունների ազգային ակադեմիայից այս վերևից, սենց ոտքով քայլելով դուրս գային, սենց երթով գնային։ Ես է դուրս գայի որպես շարքային քաղաքացի միանայի իրանց։ Հիմա գիտնականները, համալսարաններից դասախոսները, երիտասարդները, մարդիկ, ովքեր ուզում են մտքի, խղճի, դավանանքի ազատությունը պաշտպանեն, միտքը, գիրքը, պատմությունը, հայկական ճշմարտությունները պաշտպանեն, դի դուրս գային փողոցոցենից չեք անում։ Ես ելի հայրենակիցներ, սա բան չի, հենց չի, որ այս նոր եղավ, բան նոր իմացանք։ Այս process-ը սկսվել է 24 թվականից, ես հիմա բան եմ ցույց տալիս։ Որ վարչապետն իրական Հայաստանի փիլիսոփայությամբ հիմք է ստեղծում ցեղասպանության ճանաչման նպատակներից հեռանալու, հրաժարվելու համար։ Նման հիմքեր կան, մտավախություն կա նման։ Ես գիտեմ, որ վարչապետը նպատակ ունի նաև ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցել, հասկանալու համար ցեղասպանության ոչ թե ավելի առարկական դարձնել ցեղասպանության ենթարկված մեր հայրենակիցների ամբողջ ցանկը, որովհետև մինչև հիմա մենք անվանական այդ ցանկն էլ չենք կարողացել հավաքենք եւ պետքա կենտրոնանանք նաեւ այդ ցանկը փաստարկված հավաքագրելու համար, ունենք թանգարան ցեղասպանության, ամեն ինչ ունենք ցեղասպանության հետ կապված գիտաժողովներ, գրքեր, դոկտորական աշխատանքներ, բայց ամենակարևորը պետքա ունենալ
այդ միլիոն ու կեսի ազգանունները որտեղ ոնց ինչ պայմաններում որպեսզի դա լինի շատ թիրախային մենք այդ խնդիրը տասնյակ տարիներով չենք լուծել հիմա պետք է կենտրոնանանք այդ իրական Հայաստանը տալիս է այդ հնարավորությունը նաև ցեղասպանության այդ բաց թողումը դարձնել իրականություն Չէ, բարձր, չէ, որ երբ որ ասում ենք միլիոն ու կես հայա կոտորվել, պետք է միլիոն ու կես ազգանում, ինչ-որ արխիվներում մենք կարողանանք հանենք, դնենք, որովհետև ցեղասպանության թանգարանի հենց պատը պետք է լրացված պատի վրա պետք է գրվի։ Հիմա սիրելի այնեքստեր, ինչի մասին է այս խոսակցությունը։ Անդրանիկ Քոչարյանը, որը իշխող ուժի կարկառուն ներկայացներից է, 24 թվականի մարտ ամսին ցեղասպանության օրը, հայոց ցեղասպանության օրը, այսինքն ապրիլի 24-ը մեր բոլորի կողմից նշվում է որպես սգոր, այդ օրից մի շաբաթ, երկու շաբաթ առաջ գնում է Ազատություն ռադիոկայան 24 թվականին եւ խոսում է այս մասին։ Ասում է մեզ պետք է միլիոն ու կես 1.5 միլիոն ցեղասպանության զոհերի ցուցակը, ցանկը, բարձենք ով ինչ հանգամանքներում է զոհվել, այսինքն դերձորի անապատում քնչական գործողություններ ա ուզում անի Քոչարյան Անդրանիկը, որը չի հրապարակում 44 օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը, ինչ ա ուզում անի Անդրանիկը Քոչարյան։ Ու ասում է վարչապետն ա ուզում, ֆիքսեք, չի ասում ես իմ գաղափարն է։ Հետո որ սուր քննադատում եմ ես այս մարդը, հետո քաղաքական ուժերն են միանում այս քննադատության, հա, գնում է ինտերվյու ա տալի, ասում է սա իմ գաղափարն է, վարչապետը սա հետ կապ չունի, վախեցան։ Բայց այդտեղ հստակ ասում որ վարչապետն ա ուզում։ Հիմա հետ գալով թեմային, ցելի հայնակիցներ։ Գնոր երկիրը կառավարվում է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից։ Նիկոլ Փաշինյանը չի կառավարում այս երկիրը, հասկանում եք, կամ քաղաքացիական պայմանագիրը։ Այնտեղից ասում են ինչ անում, իրանք անում են։ Եվ այս մարդիկ բնաջնջում են հայկական ինքնությունը, պատմական հիշողությունը, մեր իրավունքները, մեր որևէ ձևով մեզ պաշտպանելու հայկական ճշմարտությունները, մեր նարատիվները, միջազգային իրավունքով ապահովող մեր թեզերը, բոլորը բնաջնջում են ամենօրյա ռեժիմով։ Եվ այս կնոջը ցեղասպանության թանգարանի տնօրեն հենց դրա համար են հանել, ուրիշ որտե բան չկա։ Գիր, մարդը գիրք է նվիրել։ Ես որտե մինչև այսօր որ ինքը ռուսերեն ասած պրիզնատ եկավ ոնց է տեղի ունեցել ամեն ինչը, խոսակցությունը սենց էր գնում, որ J.D. Vance-ին ԱՄՆ փոխնախագահային ներկայացրել է երկու խաչքարի պատմություն, ասում եմ լավ, խաչքարի պատմություն ներկայացնելու համար կարելի է մարդուն հանել աշխատանքից, բարձում է ոչ միայն այդ է եղել, բա գիրք է նվիրել Արցախի մասին, այն որը ԱՄՆ փոխնախագահն ով է, Դոնալդ Թրամփը մի մարդ է, որ Արցախի մասին Twitter-ում գրառումներ էր անում քարոզարշավի ժամանակ։ Այդ հայերս են որ հրաժարվել են այդ մեր իրավունքներից։ Այդ մենք ենք հրաժարվել։ Այդ մարդիկ գիտեն այդ պատմությունը, այդ մարդիկ այդ նարատիվները պատրաստ են եղել պաշտպանեն։ Ուղղակի Թուրքիային ու Ադրբեջանին հաջողվել է զավթել Հայաստանի քաղաքական միտքը, զավթել Հայաստանի որոշումների կայացման համակարգը, ինստիտուցիոնալ իմաստով, զավթել, գրավել եւ առանց պատերազմի, առանց որևէ փափուկ ուժով, սա կոչվում է փափուկ ուժ, soft power, փափուկ ուժով մեզ ոչնչացնում են։ Ես ասում եմ ոչ մի պատերազմ էլ չի լինելու։ Փափուկ ուժով մեզ ոչնչացնում են, կործանում են, վերացնում են այս ազգը։ Ուղղակի տանում են վերացման։ Դրա տակ այնտեղ թալան հետ կբերեն, ինչ կանեն, 4.5 միլիարդ դրամ այսօր որոշել են պարգևավճարთან պետական համակարգին։ Այսինքն նախարարները նորից 7 միլիոն դրամ փող են ստանալու, 7 միլիոն դրամ։ Պատգամավորներն էլ 3 միլիոն դրամ ցելի հայնակիցներ։ Էսա ու դուք նստած եք, sense նայում եք։ Sense նայում եք ոնց են կերեք, ոչնչացնում ես ամեն ինչ։ Հիմա մարդիկ կասեն, բայց դուք ինչ եք անում, բան, դուս եկեք փողոց, որ դուս գանք փողոց, քանի մարդ է գալու։ Քանի մարդ դուս կգա։ Այս YouTube-ի եթերը սա հանրահավաք է իրականում։ Քանի մարդ նայում է, մասնակցում է այս հանրահավաքին։ Եվ պետքա բոլորով կարողանանք ընտրությունների օրը խաղաղ 30 վայրկյանանոց ակցիայով 30 վայրկյանատեղում քվեարկությունը հեռացնել Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից կառավարվող մեր որոշումների կայացման ինստիտուտը զավթված այս իշխանությանը, որը այլևս հայկական չի, բացարձակապես հայկական, հայ մարդու, հայ ինքնության, հայ վերջին 1000 տարվա պատմության հետ ոչ մի աղերս, ոչ մի նշույլ, նյուանս, ոչ մի բան չպահպանված կառավարությունը պետքա հեռացնել ընտրությունների միջոցով։ Տարածեք եւ նաեւ լավ կլինի որ մեկնաբանություններում արտահայտվեք, ասեք ինչ եք մտածում այս ամեն ինչի մասին։ Եվ ես ձեզ ասեմ հեռացնելու ենք սրանց։
ես հավատում եմ դրան ու մենք ամեն օր դրանով ենք զբաղվում։ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։